Շուրջ ջան, արի խոսենք այն մասին, թե ինչպես ղեկավարել առաջնորդել թիմը այն պարագայում, երբ դու ի պաշտոնե կամ միակ ղեկավարը չես, կամ առհասարակ ղեկավարը չես։ Նարդյան, առաջնորդությունը չի սկսվում պաշտոնից, չնայած այն օգնում է ճիշտ առաջնորդելու եւ ավելի շատ կարողություն է տալիս մարդուն գործելու համար։ Առաջնորդները խնդիրները տեսնելու դեպքում բարձրաձայնում են եւ շատ կարեւոր է, որ դրանց լուծումներ տրվեն եւ հետևեն դրանց իրականացմանը։ Առաջնորդը պետք է օրինակ ծառայի իր թիմակիցներին իր վարքագծով աշխատանքային կարիերայում հաջողություններով, օրինակ եթե մարդը փորձում է խորանալ իր soft skill-ները, hard skill-ները զարգացնել, թիմի անդամները ուղղակի կամ անուղղակիորեն կսկսեն տվյալ մարդուց արդեն հարցումներ անել, հետևել նրա օրինակին եւ նրան որպես լիդեր ընդունել։ Շուրջ ջան, շատ լավ կետերի մասին խոսեցիր, երևի ասացիդ միայն կհավելեմ այն, որ գիտելիք ունեցող առաջնորդին շատ ավելի շուտ են որպես ղեկավար ընկալում եւ թե հարցերով դիմում, թե իր մեջ հովանավոր եւ աջակից տեսնում։ Երկրորդը երևի այն, որ ղեկավարը առաջնորդը անհատական մոտեցում է ցույց տալիս բոլոր աշխատակիցներին, այսինքն իմանում է յուրաքանչյուրի թե գիտելիքների, հնարավորությունների չափը եւ թե անձնական ինչ հարցեր ունեն եւ ինչ խնդիրներ ունեն, եւ երրորդը այն ինչը մեր իրականության մեջ շատ է հանդիպում, որ կան բազմաթիվ ի պաշտոնե ղեկավարներ, բայց փաստացի գործ անողները շատ քիչ են եւ իրական լիդերը այն լիդերը, ով այդ իրավիճակում կարողանում է կազմակերպել գործը եւ առաջ տանել գործի կատարումը։